Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված падգամավոր Իշխան Զաքարյանը 2025 թվականի մայիսին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի եկամուտների եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժույթ падգամավորը հայտարարագրել է միաձայն սեփականության իրավունքով 1 հողամաս Արարատի մարզի Լանջազատ համայնքում, որը տարեվերջում պահպանվել է։ Որպես տարեկան եկամուտ Զաքարյանը հայտարարագրել է 9.431.394 դրամ աշխատավարձ ազգային ժողովի աշխատակազմից։ 2024-ի տարեվերջում նրա բանկային հաշվին եղել է 86.983 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 1.950.000 դրամ, 4.500 դոլար եւ 14.500 եվրո։ Падգամավորի կինը Գայանե Սողոմոնյանը որպես շարժական գույք հայտարարագրել է 2012 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջում պահպանվել է։ Որպես տարեկան եկամուտ նա հայտարարագրել է 3.575.030 դրամ աշխատավարձ եւ 32.054.940 դրամ շահաբաժին Վարդանանք կրթահամալիրից, ինչպես նաեւ 789.740 դրամ աշխատավարձ Երևանի պետական համալսարանից։ Սողոմոնյանը 100% բաժնեմաս ունի Վարդանանք կրթահամալիր ընկերությունում, նաեւ 81.900.000 դրամի չափով փոխառություն է հանձնել նույն ընկերությանը։ Նա հայտարարագրել 22.855.000 դրամի եւ 5.775 դոլարի չափով ավանդբանկում։ 2024-ի տարեվերջում Սողոմոնյանի բանկային հաշիվներին եղել են 419.469 դրամ եւ 336 դոլար, իսկ կանխիկ միջոցները կազմել են 50.200.000 դրամ, 10.500 դոլար եւ 10.000 եվրո։